սրտի ազնիվ եւ անկեղծ խոսքն եմ ուղղելու ձեզ բոլորիդ եւ դա ուղղելու եմ իմ զինակից մարտական ընկերների անունից եւ քարորյա պատերազմի մասնակից շատ տղաների անունից։ Այսօր ձեզ հետ ձեր շարքերում կանգնած են այդ տղաները։ Ես ուզում եմ ամենասկզբում իմ շնորհակալությունը հայտնել ձեզ բոլորիդ, որ այդ դժվար իրավիճակներին բոլորդ մեկ մարդու նման մեր կողքին կանգնեցիք մինչև վերջ։ Ուզում եմ այս բեմից առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր հայրենիքի մայրերին եւ հայրերին։ Նրանք բոլոր որդյակորուստ մայրերը եւ հայրերն են։ Ես խոնարհվում եմ նրանց բոլորի առջեւ։ Սիրելի հայրենակիցներ, լավ հիշում եք, որ առաջնագծում կանգնած էին հենց ձեր զինվորները, ձեր տղաները, ու այս հայրենիքը ձերն է, եւ նրանք են պայքարել։ Եվ այսօր ինչի ենք ականատես լինում, մեր հերոսները, ումով որ ոգևորվել են, ումով որ սխրանքներ են գործել, նրանք ձերբակալվում են։ Ինչպիսի մեծ հոգեբանական ազդեցություն մեր ներաշխարհի վրա, մեր հայրենասերներից, մեր զինվորներից։ Դա չի կարող կոտրել մենք, որովհետև գիտենք իրական ճշմարտությունը եւ նրանք բոլորը մեր սրտերում են։ Եվ նաեւ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ձեր սրտի խորքում, հոգու խորքում միշտ տեղ պահեք բոլոր այն տղաներին, ովքեր որ չեն կարողանում այսպես բեմին կանգնել եւ ներկայանալ ձեզ, բայց իրոք հերոսներ են, ձեր կողքին, միգուցե աշխարհի մի այլ ծայրում մի գործ են անում, որ մի քանի կոպեկ փող աշխատեն, բայց նրանք հերոսներ են եղել ու ձեր մեջ էլ կան այդպիսի տղաներ կանգնած։ Ուզում եմ նաեւ նշել, որ ապրիլի 2-ը զուգադիպություն չի, որ ընկել է, համընկել է ընտրության հետ։ Դա տեզերքից ձեզ ուղեցույց է, որ այդ օր մեզ հետ են նաև մեր մարտական ընկերները, ովքեր իրենց կյանքը տվեցին այս հայրենիքի համար։ Նրանք նույնպես պայքարելու են, որովհետև մենք բարի ենք, մենք արդար ենք կամենում։ Սիրելի հայրենակիցներ, մենք չենք վախենում ոչնչից եւ ոչ wokից, որովհետեւ արդար ազնիվ մարդու Տերը Տեր Աստվածն է, ու ոչ մի ուժ չի կարող այդ ուժից ավելի մեծ լինել։ Ես իմ մեծ ու խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր ներկաներին եւ կոչ եմ անում հայրենիքի համար պետք է պայքարել։ Մեր սփյուռքի հայությունը կարոտով է հիշում իր հայրենիքը։ Եվ պետք է ապահովենք, որ նրանք ետ վերադառնան եւ շենացնեն։ Դրանով մենք ապահովենք նաեւ մեր մարտական ընկերների սխրանքը, ովքեր թույլ տվեցին մեզ ետ վերադառնալ, գրկել մեր մայրիկին, մեր հայրիկին։ Նրանք դա չարեցին, բայց մեզ թույլ տվեցին եւ հանուն դրա մենք պարտավոր ենք պայքարելու։ Եվ կոչ եմ անում բոլորիդ, որ միանաք այս պայքարին։ Սա հաղթական պայքար է լինելու։ Շնորհակալություն։ Thank you.